Ակացին դե ռոբը գնդակահարել է։ Եթե դու գրոբն է, գրոբին կզացնելու եմ։ Ռոբը նստելու է։ Ռոբին պատկասնելու եմ։ Նախընտրական եւ հետընտրական շրջանում վարչապետի կողմից Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցված սպառնալիքները այսօր երկրորդ նախագահն իր դեմ հարուցված մարտի 1-ի գործով դատավարության ներքննության առարկա դարձրել։ Եվ այս պատվերի առաջ SMS-ով են ուղարկում, հիմա հրապարակային ես։ Եվ դա քաղաքական խոսք չէ։ Սա շատ բարձ հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ։ Դատավորը սակայն պնդեց, որ վարչապետի խոսքերը քաղաքական գնահատականներ են, արգելելով անգամ բարձրաձայնել այդ արտահայտությունները դատարանի դահլիճում։ Հնարավորինս պարոն Քոչարյան զերծ մնացեք, չգիտեք SMS ստանալ, Ես նորից հիշացնեմ, մենք տարուկես քիչ ավել են մի հարցին կամ վստահում եք դատարանի, սպասում եք ակնկալում եք դատարանից արտահայտություն, կամ չեք վստահում դատարանի եւ նախագահ դատարանը ներկայացնում բացակի միջնորդություն։ Երրորդ տարբերակը չկա։ Ռոբերտ Քոչարյանը սակայն շարունակում էր վկայակոչել վարչապետին, ակնկալելով, որ դատավորը գնահատական կտա Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին։ Երբ որ հնչեցվում է մի հայտարարություն, օրինակ, որ դատավորների պես է կաշառակել, որտեղ որոշումները կայացնում են ոչ այն ձևով, ինչպես այդ մարդը պատկերացնում է արտահայտություն։ ԲԴԽ-ը միակ հայտարարություն չի ասում, չի անում, որ դա արտահայտել է։ Դատախազությունը ոչ մի բան չի նկատում, ոչ մի դատավոր, մի քանի հարյուր դատավորից մի հայտարարություն չի անում, ես ինչ եմ ասում։ Ես ինչ պետք է մտածեմ դատական դատականից։ Եվ նույն մարդը զուգահեռ ասում է, ինքը պիտի նստի։ Այդ հայտարարությունները որևէ կերպ իմ կողմից արտահայտություն իրականացման վրա որևէ ազդեցություն չունի եւ չի կարող ունենալ։ Դատական արդարադատությանը չվստահելուց բացի երկրորդ նախագահը նաև միջնորդում է ընդհանրապես դադարեցնել իր դեմ քրեական հետապնդումը։ Քոչարյանն ու նրա բարձրաստիճան 3 ենթակաները մարտի 1-ի գործով 5 տարի առաջ արդարացվեցին։ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել այն հոդվածը, որով նրանց մեղադրանք էր առաջադրվել։ Սակայն 2024-ին գործը վերաբացվեց իշխանական լիազորություններն անցնելու, ազդեցությունը չարաշահելու հոդվածով։ Արդեն 2 տարի է քննությունը ձգվում է չհասնելով բուն գործին։ Իսկապես ես մինչ այսօր չեմ հասկանում, թե ինչին եմ եղել։ Առաջին օրից չեմ հասկանում, թե որ գործողության շնորհիվ եւ երեսանցից մի պատահություններ, լիազորություններ։ Ավելին 10 մարդու կյանք խլած արյունալի գիշերը Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե անգործություն կցուցաբերեր, եթե իրավապահներին հրահանգներ չտար։ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծված որակելով ընտրությունները բազմամարդ նստացույց էր սկսել Ազատության հրապարակում, որը ուժով ցրվեց մարտի 1-ի վաղ առավոտյան։ Երկրորդ տեղը զբաղեցրած 21.5% հավաքած։ Թեկնածուն հայտարարել է, որ ինքը չի ընդունում արդյունքները, ինքը գրել է ընտրությունները եւ ինքը պետք է գնա նախագահական պահ։ Հիմա այս պատկերացնում 21 թվականի ընտրությունները մենք հավաքել ենք 21%, որ քաղաքական ընտրություններում եթե հայտարարեի, որ մենք գրել ենք այս ընտրությունները եւ պետք է գնանք կառավարության շենք։ Ինչ կլիներ, որ գրել ենք 2008-ին ընտրակեղծիքների մասին բարձրաձայնել էին տեղական եւ միջազգային դիտորդները, անկախ լրատվամիջոցները։ Ռոբերտ Քոչարյանն այսօր վստահեցրեց, որ իր նպատակը չէր Սերժ Սարգսյանին իշխանություն փոխանցելը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 1-յան իրադարձություններից 17 տարի անց հրապարակած վճռով արձանագրել է, որ զոհերի մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։ Մարտի 1-ի 18-րդ տարելիցին դեռ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել սպանությունների համար, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից 3 ամիս անց հայտարարել էր, թե գործն ըստ էության ամբողջ ծավալով բացահայտված է։